Ողջույն բոլորիդ։ Դեկտեմբեր 26 ուրբաթ լուսինը 7 օրական 7-րդ լուսնային օրը ակտիվ բանավոր մոգության շրջան է եւ խոսքերն ունեն հսկայական ուժ եւ կարող են կատարվել, ուստի կարեւոր է հետեւել ձեր խոսքին։ Բումերանգը սկսում է աշխատել։ Բումերանգը դա գործողություն չի, դա խոսքն է, որ հրելուց առաջ դու պետք է մտածես ինչ ես ուզում, որտեղ վաղտեղից դա հետ է գալու գտնի քո գլխին։ Այսինքն քո առած խոսքի հիման վրա է ինչ որ դու անում ես։ Բիզնեսի, հրապարակային ելույթների եւ ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ աղոթքների, կախարդանքների, արկա խնդիրների լուծման համար։ Այդպիսի օր է, կախարդությունը ամեն անգամ վատը մի պատկերացրեք, որտեղ յուրաքանչյուր գործողության մեջ էլ կախարդություն կա։ Հետկապես այդ մոգությունը, որ ասում եք, բայց մի նայեք մոգություն անպայման սայ վատ բան, ես վհուկության մասին չեմ խոսում, դրանք տարբեր են։ Բայց ոչ նորեր սկսելու համար։ Այսօրը երազները համարվում են մարգարեական եւ հակամարտություններն ու բացասականությունը կարող են վնասական լինել բումերանգի պես հետ վերադառնալու։ Բառերի ուժը ամեն ինչ ասում է, ունի կախարդական հատկություններ, ուստի խոսեք միայն դրականորեն եւ խուսափեք ստից վատ ցանկություններից։ Խոսելուց առաջ լավ մտածեք, չմոռանաք գայթակղությունները, որ կբերի վատ հետևանքների։ Հատկապես հոգևոր դաշտի հետ կապված ինչը որ խոսում եք, ինչը որ ասում եք, մի հատ լավ մտածեք, լավ խորը մտածեք, պատմություն կարդացեք։ Նպաստավոր գործողություն, հանրային ելույթներ, գովազդը, պայմանագրային բանակցությունները, ընթացիկ նախագծերի վրա աշխատանք։ Լավոր է բիզնեսի հաճախորդներ գտնելու եւ շահույթ ստանալու համար դրամական կախարդանքները արդյունավետ են լինում։ Բարենպաստ են անկեղծ խոստովանությունների համար, բայց հակամարտությունները խիստ անցանկալի են։ Մի երկու սրբերի, հատկապես Հովհաննես Ոսկեբերյանի խոսքից դուրս եմ բերել, փորձության ժամանակ թույլը միշտ մեղավորներ է փնտրում, բայց ուժեղը Աստծո, որ հիմա շատ տարածված է, այո։ Ես իր տիրոջն է ճանաչում, իսկ էշը իր մսուրը, ու պետք չի մարդկանց էշ ասել, որտեղ էշը աշխատավոր է։ Մի մտերիմ ունեմ, համացանցով եմ տան ծանոթացել, հրյակին է, շատ խելացի, ասում էր կյանքում երկու կարևոր բան կա։ Դա տոշակն է, որի վրա 8 ժամ քնում ես, եւ կոշիկն է, որ միշտ քայլում ես, միշտ ոտքիդ է, բայց ամենից գեղեցիկը բնությունն է ու մարդը։ Համբերատար եղեք։